Ողջույն գործարարիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Պարոն Վարդանով, ուկրաինական ճակատում ռազմական գործողությունները դեռ ինտենսիվորեն շարունակվում են եւ բոլորովին վերջերս, այս վերջին մի շաբաթվա ընթացքում, կարծեմ վերջին մի քանի օրներ հենց, որ ինտենսիվ հարվածներ սկսեցին Ղրիմի վրա ուկրաինական կողմից, նույնիսկ տարբեր լրատվամիջոցներից տեղեկություններ ունեն, որ Ղրիմ մտնող, Ղրիմից դուրս եկող մատը եւ մատակարարման ուղիներ են հարվածի տակ հայտնվել, որի պատճառով լոգիստիկ եւ մատակարարումների խնդիրներ են առաջացել ու հարցս հետեւյալն է, արդյոք սա այս հարվածները այս Ղրիմի ուղղությամբ տեղավորում են այն տրամաբանության մեջ, որ միջև հիմա կիրառում էր Ուկրաինան, այն է Ռուսաստանի խորքում ռազմավարական թիրախներին հարվածելը, թե սա արդեն ինչ որ այսպես ասած այլ գործողության անցնելու կոնկրետ Ղրիմի ուղղությամբ, այսինքն այսպես ասած հետ բերելու Ղրիմը այդ տրամաբանության գործողություններ են։ Դավիթ ջան, ես բազմաթիվ անգամ ասել եմ, էլի։ Մենք հաճախ պրոպագանդայի զոհ ենք լինում, ագիտացիայի, պրոպագանդայի, քանի որ արևմտյան լրատվամիջոցները, ուկրաինական լրատվամիջոցները, ստե ավելի մեծ դեր են խաղում, որովհետև ռուսի չէ, Կրեմլի, ասենք ասենք, ապաշնոր քաղաքականության շնորհիվ մենք իրա ոչ մի բանին չենք հավատում, ոչ մի խոսքին, անգամ երբ որ ինքը ասում է մածունը սպիտակ է, մենք դրան էլ չենք հավատում, որտեվ ինքը իրականում շատ սրիկայաբար իրան պահեց, պատրաստվելով ուկրաինական կոնֆլիկտին, իսկ ուկրաինական կոնֆլիկտը սկսելուց հետո էլի շատ անշնորհք ձևով իրեն պահեց, թույլ չտալով, չնպաստելով, ոնց որ ասած, մեր հարցերին ավելի տեղ տալով, էլի, չեղավ դաշնակից, էլի իրականում։ Դրա պատճառով մենք ուկրաինական եւ Ուկրաինայի падաչից արևմտյան, ասենք, տարբեր Reuters-Moiters-ներին ավելի շատ ենք հավատում հաճախ, քան ռուսական լրատվամիջոցներին։ Առաջնագիծը հիմա մի քիչ այլ է, մի քիչ տարբերվում է ցուցադրած, ասենք, նկարներից, որ ինտերնետում ցուցադրում են մեզ եւ լրատվամիջոցներում, ռուսական կատոկը դեռ շարժվում է առաջ, որը այդ կատոկ բառը բնական է, ես չեմ հորինել, դա դեռևս 19-րդ դարում են ասել, ասենք, եվրոպացիները, կարծեմ գերմանացիք, որ ռուսական կատոկը, ասենք, շարժ է խորտալ։ Շատ դանդաղ է շարժվում առաջ։ Շատ դանդաղ, բայց հաջողություններ է գրանցում, ռուսական կատոկը հիմա առաջ է գնում, չնայելով կորուստներին, ասենք, ուղղակի մենք երբ որ ասում էինք չնայելով կորուստներին ու 19-րդ դարում այդ նկատի ունեին, որ խոսքի մի գրոհի ժամանակ 1000 կամ 5000 հոգի մարդ էր զոհվում, հիմա այդպես չի, որովհետև ասենք մարդկանց ցրվածությունը զենքի ճշգրիտ դառնալու պայմաններում զորքի ցրվածությունը համ հորիզոնական, համ վերտիկալ բաներով մաքսիմալի է հասցված, որ խոցումները լինելուց գոնե 1-2 հոգի կորուստ ունենաս, ոչ թե տասնյակներ, հազարներ, ինչ է եղել է առաջներում։ Ուրեմն դրա պատճառով այնքան տեսանելի չի իր հաջողությունները եւ շատերին կարա թվա, որ այդ կատոկը կորուստներ չի ունենում է, ոնց որ ուներ 19-րդ դարում, տենց էլ հիմա ունի։ Ուղղակի այն վաղ 19-րդ, 20-րդ դարի սկզբում կատոկի հաջողությունները խոսքի մի ամսվա մեջ դառնում էր 100 կիլոմետր կամ 300 կիլոմետր, հիմա այդ 300 կիլոմետրի վրա ինչքան 20-րդ դարում կորուստ պետք է ունենար, մոտավորապես այդքան էլի կորուստ է ունենում։ Ուղղակի շատ ավելի դանդաղ։ Դուք կատոկը դարել է բենզինային շարժիչից էլեկտրական շարժիչով, իսկ հզորություն պահանջող էլեկտրական շարժիչները մեջ
գրեթե միշտ, ասենք, հավասարազոր վատերի դեպքում ինքը զիջում է էլեկտրականը ներքին այրման շարժիչով բաներին։ Ու այ հիմա նույն բանն է տեղի ունեցել։ Նույն կորուստները, համեմատելի համենայն դեպս կորուստները ինքը ունենում է նույն կիլոմետրաժի վրա, ուղղակի sense ժամանակի մեջ ձգված։ Ռուսական զինվորական Մոսկվայի ռուսական, ասենք, զինվորական ուժը էլի կամաց առաջագնում, իսկ բանը Կիևյան ռուսական ուժը ինքը հաջողություններ արձանագրում, ոչ թե առաջնագծում, այլ պարտիզանական գործողությունների մեջ, ինչը ուկրաինացիներին այդ Կիևի ռուսական կառավարության հետ չեմ, ընդհանուր ուկրաինացիներին շատ բնորոշ է պարտիզանական պայքարը։ Խոցել այնտեղ, որտեղ զորքերի արճակատման կարիք չկա։ Իդեպ դա մենք էլ պիտի վերցնենք մեզ որպես սպառազինություն, ներողություն այդ պարտիզանական պայքարը նկատի ունեք, որ խորքում են խոցում, ես ասի պայմանական, ասեմ խի։ Մենք էլ պիտի վերցնենք նման գործողությունների ձևը, ասենք, որպես դրանով պիտի սպառազինվենք, որովհետև արճակատման մեջ դու տակ ես տալի թվականակով։ Ժամանակին, ասենք, արևմտյան Ռուսաստանի, որի մեջ մտնում էր Վալինի իշխանությունը, չգիտեմ, Չեռնիգովի իշխանությունը, Կիևի մեծ իշխանությունը, այդ ամեն ինչը, երբ որ մոնղոլ թաթարներից արշավանքի Խան Բատուի բանի ժամանակ Սուբեդեի Բագատուրի զորավարի առաջնորդությամբ ջախջախվեցին այդ բաները, քիչ թե շատ Վալինի իշխանությունը պլստաց ու թագավորական անգամ տիտղոս ստացավ Հռոմի կայսրի կողմից, իրենք միշտ իրանցից ավելի հզոր պետություն հարևաններ են ունեցել։ Մադյարական թագավորությունը, հունգարական թագավորությունը, որը մշտապես հզոր հեծելազոր է ունեցել, որովհետև իրանք ոնց որ թե քոչվոր ցեղ էին, որ եկան, համենայն դեպս ֆինո-ուգորյան ցեղ են, ֆիների եւ էստոնացիների բարեկամ, երբ որ իրանք եկան գնացին Եվրոպա, որտեվ ոնց որ մենք էլ ենք աշխարհագրական Ասիայում, իրանք էլ են ոնց որ Ասիայից մտել Եվրոպա, իրենք հեծելազորով այդ հաջողությունները իրանց գրացեցին, թեթև հեծելազորով, եւ հունգարական հեծելազորը միշտ փայլել է, ասենք, եւ Եվրոպային փաթաթել է մի քանի զորքի տեսակ, այդ թվում նաեւ գուսարներին, թեթև հեծելազոր, որը ունակա նաև ծանր հեծելազորի հետ մենամարտի մեջ մտնի։ Լեհական գուսարներին հիշենք, որ իրանք թվում է թե ծանր հեծելազոր են, իրականում ինքը Եվրոպան իրանք փրկեցին Վիեննայի մոտ։ Հա, ուրեմն մի կողմից մադյարները կամ հունգարացիք, մյուս կողմից լեհական թագավորությունը, որը որ կայացել էր մոտավորապես 9-րդ, 10-րդ դարի սկզբից, լեհական թագավորությունը բավականին հզոր էր, արևմտյան բաների ոչ սլավոնական ցեղերից հարևանություն գրեթե չուներ, դրա պատճառով էքսպանսիվ պասիոնար գերմանացիների եւ լեհերի արանքը չեխերն էին, չեխերը, սլովակները, արդյունքում, ասենք, գերմանացին իր նվաճողական ալիքը ոնց որ թուլացնում էր, նոր էր հասնում Լեհաստան, իհարկե Պրիբալտիկան բան դա մի քիչ ուրիշ պատմություն է, երբ որ գերմանացիք դեսանտարին իջան լեհերի մեջքի հետևը, բայց խոսքը դրա մասին է, որ Ուկրաինայի ռուսներին միշտ շրջապատում էին ավելի հզոր պետություններ, մոտավորապես մինչև 15-րդ դարի վերջ նաև մոնղոլ թաթարական հորդան, ոսկե հորդան, որի հպատակ էին արևելյան ռուսական հողերը եւ իրենցից միշտ հզորը լինելով իրենք պիտի որոշակի գործողություններ անեին, որ թուլացնեին։ Իմիջիալուց Կիլիկիայի թագավորությունը, երբ որ չվարակվեց խաչակիրների
մարտավարությունով եւ ստրատեգիական գործողություններով ասենք, ինքն էլ էր նման մարտավարություն եւ ռազմավարություն որդեգրել, որ քանի որ իրեն շրջապատում էին խոսքի Նուրեդինի զորքերը, Աթաբեկ Զանգի զորքերը, դա շատ մեծ խոշորացված, ասենք թուրքալեզու, արաբական, էմիրների անուններ եմ տալի, մամլուկական Եգիպտոսը, ասենք իր խալիփով բանով, իրենք պիտի որդեգրեին փոքր, բայց ցավոտ չսպանող, բայց ցավոտ հարվածներ հասցնելը։ Օրինակ հայտնի է ուրեմն Ռումի սուլտանի բանը, երբ որ Կիլիկիայի վրա հարձակվել էր, հայկական հեծելազորը, ուրեմն ամրոցներում պատասպարվելու եւ պաշարված լինելով ոնց որ արցախցիները 9 ամիս եւ ավել եւ այդ վաղտվա ասենք պաշարումներ այդքան էին տևում, որովհետեւ հիմնականում ֆեոդալական ժամանակաշրջանում ամրոցներում էին սնունդը պահում ամբողջ համայնքի այդ խոսքի մի դաշտավայր, սաղ իր սնունդը բերում ամրոցում էր պահում, որ բանա տարբեր արշավանքների բանա հոտիտական գնելով չկորցնես այդ սնունդը, անգամ երբ որ ավազակային հարձակում էր լինում, որը առանց պաշարման կարար գար խլեր տաներ քո սաղ կուտակածը բերքը բանը, դրա համար պահվում էր ամրոցներում եւ հայկական հեծելազորը Ռումի սուլտանի ասենք բանա տարածք է ներխուժում Նուրեդինի հետ պայքարելուց ուրեմն հարձակում է լինում հայկական հեծելազորը մինչև Դամասկոսի պատերի տակ խուլիգանություն են անում եւ Նուրեդինի զորքը ստիպված հետա քաշվում մամլուկների հետ նման բան մենք չկարողացանք անենք, որտեղ մամլուկների Եգիպտոսի եւ Կիլիկիայի արանքում արդեն խաչակրած երկրներ էին Անտիոքի դոքսությունը, Երուսաղեմի թագավորությունը եւ չէին կարող ասպատակել այդ երկրները։ Դու չէիր կարող մտներ ներս ու ինչ որ խուլիգանություն աներ, ստիպեիր որ հետ քաշվեր։ Խոսքի Դամասկոս երբ որ մտել էր, ինչքան հիշում եմ, Նուրեդինի զորքը ստիպված հետ քաշվեց, որտեղ Դամասկոսը համարվում էր իր առաջի թե երկրորդ մայրաքաղաքը եւ այնտեղ ասում էին որ հեսա կվառեն հայերը Իշքան հիշում եմ մլեն էր մտել, իսկ միգուցե իր ավակ եղբայր Թորոսն էր մտել, էլի ասենք իր հեծելազորով եւ որպեսի չկորցնի այդ թանգանոց Դամասկոսը, քրչոտ ասենք լեռնեցի հայերի ամրոցներից ինչ պետք է տանի, իսկ ընդ հələ ինչ կարա կորցնի, էլի այդ նպատակով ասենք նման պայմանական պարտիզանական գործողություններ սուր հարվածներ չսպանող բայց սուր հարվածներ որոնք կարան ստիպեն որ քեզ քո մոտից դուրս գա հակառակորդը նման բան ուկրաինացին երբ որ Ուկրաինայի ռուսները երբ որ սկսեցին աբսոլյուտ կորցնելով իրենց ինքնիշխանությունը կազակների միջոցով իրենց բանը պասիոնարությունը արտացոլել աշխարհի վրա ուրեմն կազակական հեծելազորը որդեգրեց տարբեր բանը տափաստանային քոչվորների մարտավարությունը հարձակում թեթև հեծելազոր հարձակում հետ քաշվել ռեյդային հեծելազորային խմբեր եւ այլն ինչա նաև ասենք տեղի ունենում բանի հետ այդ ամբողջ ժողովրդի հետ, որը որ արևելյան Ռուսաստան, արևմտյան Ռուսաստան էր։ Իրանց մոտ ռազմական լեզվամտածողություն է ձևավորվում, որովհետև իր միակ ռազմիկը կազակն է, միակ ու այդ կազակ, չհաշված բանա լեհացած ռուսական իշխանական տոհմերը ոչ միայն ցանկացածի դեմ ցանկացածի անգամ Ղրիմի թաթարների կամ Նոգայի հորդայի դեմ կռվելուց իրանք նույն ձև էին կռվում ոնց որ Ղրիմի կամ Նոգայի ասենք հորդան նույն ձևով դու բանա հայելային որովհետև աշխատող ձև է քեզանից չի պահանջում մեծ ծախսեր կարողանում ես մեծ տղամարդկային ռեսուրս չունենալով մեծ զորք ունենաս համեմատաբար դա թեթև հեծելազորն է որը փոքրուց իհարկե իրանք բան էին անում հատուկ բանը մեթոդաբանություն ունեին որ խոտը թրով են հնձում երեխեքը ու երիտասարդները ոչ թե գերանդիով
այլ թրով էին հնձում, որ ասենք թրով հարված ունենային տարբեր ուղղություններից եւ այլն, sense տարբեր բանը ձուկ բռնելու համար ուրեմն ձկնորսները այդում ցանց էին գցում, իսկ վերևը փայտերը վերցրած երկար փայտերը խփում էին ջրին, դա ջրին խփելը դա ծանր է ու հետնել ինքը ներքև խփող հարված է մշակում ու տենց լիքը մանր մեթոդներ կար, որ զարգացնում էր կազակի մեջ, ասենք ֆիզիկական ուժը առանց հատուկ ասպետական փոքրուց հատուկ դաստիարակելու։ Օրինակ ասպետներին դաստիարակում էին միայն ռազմական գործ, շատ հաճախ գրել կարդալ չէին իմանում։ Շատ հաճախ, ասենք, անգամ թագավորական ընտանիքների, ասենք, անդամները արևմտյան եվրոպական օրդենների ասպետների մասին է խոսքը։ Ընդհանրապես ասպետները, կակրաս բանա, չէ, քրիստոնեական խաչակրած ասպետական միաբանությունները գրեթե բոլորը համատարած գրագետ էին։ Ու իրանք շատ փոքրաթիվ էին, ընդհանուր ասպետության հետ, շևալիեի հետ համեմատ, դա ֆրանսերեն նշանակում է հեծյալ զինվոր։ Ուրեմն բանա, ինչա կատարվում, լեզվա մտածողությունա ձևավորվում։ Հիմա թուրքական զորքերի դեպի Հադրուտ ներթափանցելը, դեպի Շուշի անտառի մեջ ներթափանցելը, մի քանի ծերիացի պիտի որ մեր մոտ քանդեր, այն ինչի մասին ես ստեղ տասնյակ տարուց ավել ասել եմ, տասնյակ տարի հաստատ մինչև 20 թվականը, որը որ մեծն զորավարները ու գլխավոր հրամանատարները ասենք հաշվի չէին առնում, դա տեղի ունեցավ, մեր ստերեոտիպները հերթական անգամ սենց դամաշնիկի տեսքով վեգալան մեզ սիլլաներ տվեցին, գոնե հիմա հետևանքները հասկանալով հետևություններ անենք, բայց իրենք արեցին այդ քոչվորի ռազմական մտքի լեզվամտածողության քոչվորի լեզվամտածողության հիման վրա գործողություններ ներս թափանցել փոքրիկ խմբերով, ասենք ռեյդովի խմբերով, այսօրվա ասենք անգլիական ռազմական սլենգը օգտագործենք, ռեյդային խմբերով ներս թափանցեցին, մցրեցին սարսափ, ինչը եղել է դեռևս 10-րդ դարում 8-րդ դարում մեր թվարկությունից առաջ, երբ որ սկյութերը, ասենք, կարմիր բլուր են պաշարում, ասենք, մինչև պաշարելը իրանք խաղաղ բնակչության մեջ ռեյդային խմբեր են մտնում եւ սարսափ են մտնում, ասենք, ժողովրդի մեջ չպաշտպանված, ասենք, ժողովրդի մեջ, որը դաշտում գործ անում կամ տունը նստած, ասենք, դաշտի գործի հետևանքներն ավայլում գինու տեսքով կամ, չգիտեմ, պիվայի տեսքով գարեջրի, ու մեկ էլ սկյութական հարցակում որտեղ իրակնական են տանում ստրկության կամ ասենք վեշերն են մի քանի տարվա կուտակած հավքում տանում։ Այդ ամեն ինչը ասենք լեզվա մտածողությունը հաշվի առնել է պետք ռազմական գործում։ Ես որ ստեղ էլի բազմաթիվ տասնյակ տարուց ավել ասում եմ բանակը պիտի կառուցես հասկանալով դու ով ես լեզվամտածողություն այդ թվում, ոտի թաթի լայնություն այդ թվում, գանգի մեծություն այդ թվում, կոնստիտուցիա, ոսկրային կառուցված, մկանային պարկի, ասենք, բնորոշ քեզ, մկանային պարկի միջինացված, ասենք, քաշ, ում դեմ ես պայքարելու եւ որտեղ ես պայքարելու։ Հիմա ուկրաինացիք ինչ են, շատ երկար եկա, բայց քանի որ Ուկրաինան ինձ զուտ որպես այս ամեն ինչը հասկանալու համար է հետաքրքրում, աման նորություններով Ուկրաինան եւ Ռուսաստանը իրար ջանդամ թե չեն տալի, երկուսն էլ հայերի դեմ կռվել են, երկուսն էլ թող իրար բողազ կրծեն, լրիվ թքած ունեմ, ուզում եք ավելի գրեհիկ բառ ասեմ, չասեմ, լավ, все-таки 60-ից լրիվ թքած ունեմ, էլի ասենք, ինձ այդ կոնֆլիկտը հետաքրքրում է զուտ որպես դասագիրք, որ ես հետևություններ անեմ, դրա պատճառով եմ ես սենց երկար ասենք ամեն ինչ ասում, հետևություններ եմ արել, օգտվեք, հաստատ ասենք բոլորը չի, որ նման ձևով են ասենք վերաբերվում պատմական արդեն փաստին 3-4 օրվա ինչ որ մարտական գործողությանը ռուս-ուկրաինական ռազմաճակատում։ Ուկրաինացին ինչ արել այդ ռեյդային առումով, քանի որ արդեն պարտադիր չի մարդը գնա ռիսկի դիմի, ասենք փողն է ռիսկի դիմում, ինքնաթիռն է գնում, ինքնաթիռ առանց օդաչուի, դա ընդհանրապես է էժանանում,
որտեղ օդաչուին օդ հանելը ու տանելը արդեն ինքան ասենք թանկ ինքը իրանով թանկ process է, էլի ասենք, եւ անօդաչուներով խփում է ցավոտ տեղերին։ Նավթամշակման հիմնարկներին, ես իմ տարբեր գործարաններին, այն ինչ որ իդեպ ռուսն էլ է անում, ասենք հրթիռների տեսքով կամ շախետ հրթիռ կոմբինացիայով։ Հա։ Ուրեմն ինչի է խփում կոնկրետ Ղրիմից վերև գտնված այդ Բերդյանսկի կողմերի ճանապարհին, որովհետև Ղրիմը ինքը թերակղզի է, բայց ոնց որ կղզի լինի։ Հա։ Իրան փորձել են մի քիչ ավելի թերակղզի դարձնելով Ղրիմի կամուրջը կառուցեցին, բայց գիտենք այդ սրիկա դատավարությունը գոնե պետք է որ հիշենք, չէ, ասենք, որտեղ մեր հայրենակիցներն են դատվել եւ ագրավի ժամկետներ են ստացել դա նստելու, այո, պայթեցման, անարդար, հա, ուրեմն այդտենց կարգադրել էր, որում հնարավոր է ձերբակալ էր եւ երկու մեր հայրենակից, որոնք աբսոլյուտ այդ պայթունի հետ կապ չունեն, որպես բանը համամասնակից, ընդհանրապես մեքենա մարդը եկել, ասել է մեքենան բանը վարորդով կտրամադրես, հարց չկա, ինչ բեռ է ստանում, ես ինչ բեռը, փողը մուծել չեք, էտով է էթում, ասենք մի հատ շմոնանում կոնտրագենտների, ասենք, պահեստները, իրա մոտ կա պահեստ, այդ աբրանքը կա, չկա, բարձելուց էլ իրանց ասած աբրանքը ստուգելա տամոժնյան, պետական տամոժնյան, այ իդիոտներ, Ռուսաստանի, ասենք, Կրեմլի բաները, ձեր տամոժնյան ստուգել է այդ աբրանքը, մեր այդ վարորդը ինչ կապ ունի, տամոժնյան թող հայտնաբերեր այդ պայթուցիկը, վերջը այդ կամուրջը տրաքելա, թերակղզիացնել ավելի այդ կղզին չստացվեց, հիմա այն բանը, Սինոպով, բանը այդ Սիվաշի ծովի կողքով եկող ճանապարհը, որը որ այդ թերակղզին Արմյանսկով, բանը, այտենց բնակավայր կա Ղրիմի բանին այդ Նեղանսկին մոտիկ էլի, դրա համար ասում են Արմյանսկի ճանապարհ։ Այդտեղ էլ են փորձում կտրեն աբսոլյուտ կղզիացնելու նպատակով, որովհետև ծովային առումով ռուսական ռազմածովային, ասենք, ուժերը աբսոլյուտ պահկված պապազած վիճակում են, ընդ Նավառոսիյսկում ու եսին որտեղ գնացել պահկվել են, որ հանգարց անօթաչուներով այդ թանկանոց նավերին չխփեն։ Ինչը իդեպ Ամերիկան էլ է անում։ Ամերիկան գնացել է այնպես 700-ից 1500 կիլոմետր հեռու, սենց Օրմուզից Նավսյակի հեռու բան արել, ասել է, որ հանգարց Վարսիկը չխփի արենի։ Գիժա իր անկախությունը իր համար կարևոր է, չի պատրաստվում իմ ստրուկը լինել, որ ես իրանց տղամարդկանց եւ կանանց եփուզեմ սեքսուալ նպատակներով օգտագործեմ։ Վարսիկը չի ուզում, որ իրան օգտագործեն։ Կուշ կսեմ, կուլա լսի։ Ստիպված եմ լինում, էլի ասենք նման բաներ, անընդհատ sense ծամեմ հայր ջան։ Այնով որ լսում եմ մշտապես հասկանում, ասենք իմ սարկազմը բան, բայց մարդիկան նոր են լսում, այսօր էր, ասենք, այս 2 տարի առաջ չես ասել, ապուշներ, ես էդի 20 տարի առաջ եմ ասել, 10 տարի առաջ եմ ասել, որ դուք տեղյակ չեք եղել իմ խոսքից, դա չի նշանակում, որ ես չեմ ասել։ Ես միշտ ասել եմ, որովհետև ես Խազանովի բանն եմ շատ լավ, բանը ներկայացումը սիրում, հիշում եւ սիրում, որտեղ թութակը սաղին ասում է, որ վագրին միսը չեն տվել, սոված են պահում, էս են գողացել, են գողացել, որովհետև այդ գազանանոցը իմ սեփականն է, то есть հայրենիքիս հետ եմ։ Ես դրա համար չեմ պատրաստվում լռեն։ Ով ռուսերեն գիտի, բացեք Խազանովի այդ ռոլիկը նայեք, էլի ասենք, պոպկա դուրակա կոչվում։ Այ ես պատրաստ եմ այդ պոպկա դուրակը լինեմ, այդ ծաղրածուն լինեմ, ասենք, որը որ սրամտում է կամ փորձում է սրամիտ ձևով մատուցի, որտեղ սրամտությունը ժողովրդին ավելի է դուր գալ, էլի ասենք, հիշում ենք, չէ, ամեն ինչի վրա խնդում ենք, անգամ սրբությունների վրա։ Դրա համար ես այդ ինֆորմացիան ստեղ երբ որ տալիս եմ, ինձ այդ հնարավորությունը ոնց որ ասած ընձեռնվել է, ես ստեղ հեղինակ եմ, հաղորդումը իմ սեփականն է, ոնց որ ասած, ինչ կուզեմ կխոսամ, ում դուր չի գալի անջատեք։ Ուրեմն բանա հարվածները ռուսական ճանապարհին այդ Բերդյանսկից դեպի Ղրիմ գնացող արդեն հետևություններն եմ սկզբից ասել, որ մարդիկ այս ասելուց շատ չձանձրանային անջատեին, էլի։
Ինչա կատարվում։ Ուրեմն ռուսական 19-րդ դարից երկաթգծերը երբ որ սկսեցին կառուցվել, ռուսական գլխավոր շտաբը եւ կառավարությունը գիտակցեց, որ դա ռազմական ստրատեգիական հարցեր լուծող օպերատիվ տարբեր վիճակներին պատասխանող, ասենք, բանա տրանսպորտի միջոցը եւ երկաթգիծը այն վաղ կառուցվեց այնց, որ արևմտյան Եվրոպայի երկաթգծի չափսերից տարբերվի։ Բայց մինչև օրս, մինչև հիմա երկաթգիծը ստրատեգիական նշանակություն ունի Ռուսաստանում եւ զորքերի տեղափոխումը, ստրատեգիական բեռները, պետական նշանակության բեռները, մեծ աբյոմի բեռները երկաթգծով է գնում։ Այդ երբ որ կրակի տակ է պահվում երկաթգիծը, որը որ գնում է աղրին, երբ որ գնում է աղրին, ուրեմն ինչա կատարվում, այդ հարվածները թույլ չեն տալի, որ մատակարարումը լինի հուսալի։ Եվ ղրիմը դառնում է իրական կղզի, իսկ նավատորմը, ոնց որ ասեցինք, բանում է։ Կարճ ասած, այդ ռեյդային թուրքերը, որ մեր դեմ արին Հադրութը, մենք կռվեցինք ու պարտվեցինք, սենց, այդ նույնը հույս ունեն, որ ռուսը կլինի։ Կարծում եմ չի լինի, բայց ռուսը լուրջ խնդիրներ ունի։ Արդեն մի հեչի պես մի ամիս է, իսկ հնարավոր է ավել, կարող է մի քիչ պակաս, վառելիքի համար մարդիկ մարդատար մեքենաներով այդում Կրասնոդարում բենզին են լցում, վերադառնում են Ղրիմ, հարևաններին են բաժնում կամ մի շաբաթվա պաշարա իրանց համար, բան ծանր բեռնատար մեքենա չի մտնում, երկաթգիծ չի մտնում, Ղրիմի կամուրջ, իսկ Բերձանսկով եկող ճանապարհին հարվածներ են հասցրել ու ամենակայֆը հարվածել են երկաթգծին, երկաթգծի վրի սաստավներին, մեծ աբյոմ կռոզներ, Ղրիմ չի մտնում։ Եթե մեկ բեռնատարները, ասենք, բանը մտնում են, դա չի նշանակում, որ մի քանի 100 բեռնատար է մտնում, իսկ մի գնացքը մի քանի 100 բեռնատարի բեռ է տանում։ Կարճ ասած, Ռուսաստանը Ղրիմը հիմա այտենց հեշտ չի մարսում։ Ես էլ եմ ասում, շատ անտարբեր եմ, թե որ մի ռուսնա հաղթելու բանը բրոնի, ինչա, ոչ եմ Ուկրաինայի ռուսնա հաղթելու, թե Ռուսաստանի Դաշնության ռուսնա հաղթելու, բայց ոնց նայում եմ, Ռուսաստանի Դաշնությունը առաջա, որովհետև ինքը 145 միլիոնանոց երկիրա շատ ավելի լավ զինված, շատ ավելի հարուստ, քան 27 միլիոնանոց Ուկրաինան, որին դատացիայի վրա են պահում, որ ինքը կռվի իրանց թշնամու դեմ եվրոպացիները։ Երբեք չի լինելու հաղթանակ Ուկրաինայի, չպարտվել Ուկրաինայի հնարավոր է, իրանք այդ ճանապարհով են գնում։ Բայց որ հաղթեն իրանք, դա մոռացեք, էլի կատարյալ, ասենք, բանը Պուտինոյի դլնես անցի դեմի դրած, ասենք, որտեղ զոմբին զոմբի է իմիջայլուս, դու բանը մեր երկրի ղեկավարի թե Պուտինի զոմբին ես, թե ասենք իրենց հակառակ դաշտի զոմբի ես։ Զոմբին զոմբի է, զոմբի վիճակից հայր հելեք։ Մտածեք ու կտեսնեք, որ լիքը հարցերում ես եթե ճիշտ չեմ, ձեզ գոնե մտածելու հնարավորություն եմ ստեղծում տարբեր հարցեր մի քիչ ուրիշ անկյան տակ տարբեր հարցերի նայելով։ Շնորհակալ եմ պարոն Վարդանով զրույցի համար, ցավոք մեր եթերաժամանակը ավարտին մոտեցավ։ Շնորհակալ եմ հետաքրքիր պատմական համեմատությունների համար, նաև ինձ համար եւս շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ուշադրության համար։ Եթերում էր Հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ստեսություն։